վերջերս տեղ ունեցավ մի սահմռկեցուցիչ դեպք, երբ որ հասարակական, հանրային, քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկեցին եւ այդ ծեծի ենթարկելուց հետո, ըստ նաեւ շրջանառվող տեղեկությունների, այն մարդիկ, որոնք որ կատարել էին ենթադրյալ այդ հանցագործությունը, մեքենաների համարանիշներ էին փոխել, այնուհետև դեպքի վայրից փախուստի էին դիմել եւ դրանից հետո լուրեր ստացանք, որ 4 անձ ձերբակալվել է եւ դրանից հետո այլ տեղեկություն ստացանք, որ այդ անձիկ ազատ են արձակվել, որևէ մեկը չկա այս պահի դրությամբ, որ ուրեմն ձերբակալված է, հարցը հետեւյալն է, էլի, կարող եք փոքր-ինչ մանրամասնել, ինչի համար են ազատ արձակվել, առհասարակ այս գործի հետ կապված, ինչ նորություններ կարող եք հայտնել։ Շնորհակալություն, պարոն Դանելյան, ցավոք սրտի բացի այն տեղեկությունից, ինչ որ դուք ձեր հարցի մեջ նշեցիք, այլ տեղեկություններ չեմ կարող նշել, որովհետև նախաքննությունը իրականացում վարույթ կա նախաձեռնված, կարծում եմ ձեր հարցը ճիշտ կլինի նախաքննական մարմին ուղղել այս իմաստով։ Ունեք արձագանք։ Համեցեք։ Գիտեք ինձ համար կներեք, բայց ձեր պատասխանը շատ անընդունել է, որովհետև մեր հասարակությունը իրավունք ունի տեղեկանալու, թե ինչ է կատարվում մեր երկրում եւ ի վերջո հանցագործություն կատարող անձինք պիտի ենթարկվեն պատասխանատվության, թե չէ, օրը ցերեկով անընդհատ ականատեսն ենք լինում ծեծկրտուքի, խուլիգանության, մահվան ելքով ուրեմն պատահարների, երբ որ անձը, որը որ ալկոհոլ է օգտագործել եւ հաղորդական իրավունք չի ունեցել, մի հրաշալի դատավորի թեթև ձեռամբ ազատ է արձակվում, բայց օրինակ նույն դեպքերով, երբ որ քաղաքական հարցեր ա լինում, քաղաքական հայտարարություններ կատարած անձիկ, այդ մարդկանց նկատմամբ ամենախիստ խափանման միջոցն է կիրառվում։ Սա լուրջ մտահոգություններ է առաջացնում եւ իմ երկրորդ մի հատվածն էլ, ասեմ, քանի որ ժամանակը չի հերիք մի ելույթի ժամանակ ասեմ, բայց վստահելիությունը կներեք, բայց ուժային կառույցների բավականին քիչ է, որովհետեւ այն կներեք, պարոն Արշակյան, վերջացնեմ ես խոսքս, այն հաղորդումները հանցագործության մասին, որ անձամբ մենք էլ ենք ներկայացնում, կներեք, բայց այդ գործերի վերաբերյալ որևէ մի առաջընթաց չկա։ Մեր օրինակով ենք ասում այդ ամեն ինչ։ Պարոն Դանելյան, ոչ թե չեմ ուզում ձեր հարցին պատասխանեմ կամ զլանում եմ կամ ժամանակ չունեմ, չեմ տիրապետում, ես դուք ինձ հարցեր եք ուղղում, որը իմ իրավասություններից դուրս է։ Եվ եթե մի դեպքով կա նախաքննություն, ես ուղղակի ասում եմ, որ այդ հարցը ճիշտ է ուղղել նախաքննություն վարույթ իրականացնող մարմնին։ Եվ սա նաև մյուս դեպքերն էլ է, ոչ խափանման միջոց ընտրողն է, ներքին գործերի նախարարությունը կամ ոստիկանությունը, ոչ էլ խափանման միջոց հաստատողը։ Ինչ վերաբերվում է վստահությանը, ասեմ ձեզ, որ մենք թե միջազգային, թե տեղական հանրային հարցումներ կազմակերպելու արդյունքներով այդպիսի գնահատական չունենք։ Գնահատականները բավականին բարձր են վստահության իմաստով, բայց դա չի նշանակում, որ մենք աշխատելու տեղ չունենք եւ բավարարված ենք այդ գնահատականներով։